Բարի երեկո եւ բարի գալուստ հայկական ժամանակ տաղավարում զրուցելու եմ քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր Արման Եղոյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Եղոյան։ Պարոն Եղոյան, Գագիկ Ծառուկյանը 2 ամսով կալանավորվեց, ընդդիմությունը պնդում է, որ տարբեր ուժեր են, որոնք պնդում է, որ սա քաղաքական բռնաճնշումներ են ընդդիմությանը լրացնելու նպատակով։ Հիմա ինչ է կատարվում իրականում, սա արդարադատություն է, որում ուշացած, թե քաղաքական նպատակահարմարությունից ելնելով իրավական գործընթացներ։ Չէ, ասի թե ուշացած արդարադատություն է, կարծում եմ ճիշտ ժամանակին արդարադատություն է եւ պարոն Ծառուկյանին քաղաքական հետապնդման ենթարկելու մեջ մեծ մեղադրողներին պետք է մի բան հարցնել, իսկ արդյոք պարոն Ծառուկյանը զբաղվում է ընդհանրապես քաղաքականությամբ։ Ես չեմ կարծում, թե ինքը զբաղվում է քաղաքականությամբ եւ ես չեմ կարծում, որ այն մարդիկ, ովքեր հիմա խոսում են այդ մասին, իրենք էլ են զբաղվում քաղաքականությամբ։ Խոսքս այդ մեծահարուստ մարդկանց մասին է, իրենք չեն զբաղվում քաղաքականությամբ, ավելի իրենք չպիտի զբաղվեն քաղաքականությամբ, մի շարք պատճառների բերումով։ Պարոն Ծառուկյանի վերաբերյալ ես կասեմ հետևյալը, մի քիչ վերաձևակերպելով բանի բուրբոնների մասին Դալերանի հայտնի խոսքը, որ պարոն Ծառուկյանը ոչինչ չսովորեց եւ ամեն ինչ մոռացավ։ Բուրբոնները ոչինչ չէին սովորել եւ ոչինչ չէին մոռացել։ Ինքը հերիք չի ոչինչ չսովորեց, մի բան էլ ամեն ինչ մոռացավ, եւ միգուցե այդ պատճառով ոչինչ չսովորեց։ Ինքը ուներ հնարավորություն հեղափոխությունից հետո փոխելու, ձևափոխելու, վերափոխելու իր հանրային կերպարը, իր ներգրավվածությունը մեր հասարակական process-ներում դառնալու, այսպես ասենք, ոնց վարչապետներ են ժամանակ ասում, խոշոր սեփականատեր։ Ինքը կարող է եւ ուղղակի մնալ կամ դառնալ, նկատի ունեմ որպես իր հիմնական գործառույթ, հա, մեր հանրային կյանքում ուղղակի լինել խոշոր սեփականատեր առանց այդ խոշոր կապիտալը քաղաքական քվեի վերածելու փորձերի։ Դա անթույլատրելի է եւ այս առումով միգուցե եւ մի քիչ ավելի շուտ մենք պետքա քայլեր ձեռնարկած լինենք, ոչ թե քրեայրավական տեսանկյունից, այլ քաղաքական կուսակցության մասին օրենքների, քաղաքական գործնեայության կարգավորումների հետ կապված հարցերում, որովհետեւ տեսեք, չի կարող այնպես լինել, որ հարստությունը վերածվի քաղաքական կապիտալի, այդպես չի կարող լինել։ Դե այդպես լինի, կնշանակի ամենահարուստ մարդը միշտ կունենա ամենաշատ իշխանությունը, բայց այդպես չպիտի լինի։ Բայց խորհրդարանում հայտնված երկու ֆրակցիաների ղեկավարները նույնպես ունեն խոշոր կապիտալ։ Հա, բայց չունեն գործադիր իշխանություն։ Այո, ունեն եւ դա էլ է խնդիր, այո, դա էլ է խնդիր։ Եվ այդ հարցով էլ այո մենք պետքա զբաղվենք, խոշոր կապիտալը չպիտի կարողանա ավտոմատ իր հարստությունը կոնվերտացնել քաղաքական իշխանության։ Իհարկե քաղաքականության մեջ ֆինանսական միջոցները մեծ դեր են խաղում, մենք էլ շատ մեծ գումարներ ենք ծախսել, մեզ հանգանակված, մեր անդամավճարներից գոյացած, բայց դրանք բաց են, թափանցիկ են, դրանց աղբյուրը տեսանելի է, ծախսելու ուղղությունները տեսանելի են, մի բան, որ մենք չենք կարող ասել իրենց մասին, առավել եւս այն ընտրակաշառքի գործերի մասին։ Ես նախ խոսում էի սպիտակ գումարներից կամ երևացող գումարներից կամ օրինական նպատակներով, բայց ոչ օրինական ճանապարհով միգուցե աշխատած գումարներից, բայց այստեղ նաև կա այդ ընտրակաշառքների հարցը եւ ընդհանրապես խոշոր կապիտալի ազդեցությունը, այսինքն հիմա մարդիկ այդ քրեայրավական նրբություններից եթե մի պահ վերանանք, ի՞նչն են պաշտպանում հարուստների իշխանությունը, ով է պաշտպանում հարուստների իշխանությունը, ինչի պիտի հարուստը ավտոմատ ունենա իշխանություն, որտեղ հարուստը ոչ, աշխարհում այդպես չի, աշխարհում ճիշտ հակառակն է, հարուստների իշխանության գալու բազմաթիվ ֆիլտրեր են դրված, հաշվի առնելով են, որ այո կարող է ոչ միայն Հայաստանում, տարբեր երկրներում լինեն ձայները գնելու փորձեր, այսինքն պետությունը գնելու փորձեր, մեծ հաշվով պետությունը գնելու փորձեր։ Իսկ այստեղ ինչու այդ ֆիլտրերը չի դրվում, պարոն Եղոյան, եւ դե դրվում է, էլի, դե հենա դրվում է, էլի։ Բազմաթիվ ֆիլտրեր արդեն իսկ դրվել են, եթե դրանք դրված չլինեին, դուք այդ բոլոր քրեական գործերը չէին լինի, այդ ուրեմն գաղտնալսումները,
ինչ ասեմ, ձերբակալությունները եւ այլն բանը, ուրեմն իրանք շատ ավելի մեծ գումար կկարողանային ծախսել այսպես ասած սպիտակ ճանապարհով, դրա վրա էլ կա դրա սահմանափակում եւ մեկ անձից ստացված հանգանակության սահմանաչափի իմաստով եւ ընդհանուր առմամբ քարոզարշավի ընթացքում ծախսվելիք գումարի սահմանաչափի իմաստով սովորում ենք մենք ի տարբերություն պարոն Ծառուկյանի մենք սովորում ենք եւ ոչինչ չենք մոռանում եւ սովորում ենք։ Պարոն Եղոյան, տեսեք, ընտրություններից առաջ նաեւ հանրային պահանջ կար, կարող եմ ասել, որ քաղաքասարակությունը հորդորում էր, պահանջում էր, որպեսզի ուժեղ Հայաստան ուժին դուրս տնեք ընտրություններից օրինական ճանապարհով, որովհետեւ հակակոռուպցիոնի, այսպես ասած, ձայնագրությունները ամենօրյա ռեժիմով հրապարակվում էին եւ պարզ էր, որ այդտեղ գործի է դրվել մեծ գումարները։ Ինչու իշխող ուժը չգնաց այդ ճանապարհով, արդյոք կար վախ կամ կաշկանդվածություն։ Բայց իշխող ուժի որոշելիքը չի, դա կհնա որոշում, ինչքան էլ հիմա մարդիկ ես կան։ Գիտեմ կլսենք, ասեն հա, չէ, միչե կհնա, այո, կհնա որոշում։ Իրենք այդպես են ճիշտ համարել։ Ես չեմ ասում, որ եթե ես լինեի ԿՀ-ում նույն որոշումը կկայացնեի կամ այլ որոշում կկայացնեի, չգիտեմ։ Բայց ձեր ուժը նաև ես կարող եմ իմ կարծիքը ասել։ Հա, չդիմեց։ Դուք ասում եք ինչու նման որոշում չի կայացնել։ Դուք չասեցիք ինչու չի դիմել, որ նա կաշկանդվածություն չկար, վախ կար, հաշվի առնելով նաև Վլադիմիր Պուտինի։ Ուղղակի լավագույն մեր հասարակության լավագույն շահից ելնելով, այսինքն ես մեդալի մի կողմը ասեցի, մեծ գումար, բայց մենք պետք է ստեղ այնպես էլ չլինի, որ մյուս ծայրահեղության մեջ ընկնենք, պատկերացրեք հիմա ասենք լավ, ուժեղ Հայաստանի մասին չի խոսքը, մի ինչ-որ այլ կուսակցության մասին է խոսքը, մի ինչ-որ ձայնագրություն է հայտնվում, 2-3 ձայնագրություն, ինչ-որ մարդիկ, ինչ-որ բան են խոսում, այսինքն, գիտեք, կուսակցությանը արգելել մասնակցել ընտրություններից, դա ծայրահեղ միջոց է։ Դրա համար պետք են շատ ծանրակշիռ փաստարկներ, ոչ միայն քրեաիրավական, ուրեմն գործերի, ոչ միայն քրեական գործերի արկայություն, այլ դրանց ծավալ, այսինքն պետք է լինի շատ մասսայական։ Իսկ հակակոռուպցիոնի բացահայտումները հենց այդ մասսայական լինելու մասին չէ։ Այդ մասսայականն էլ ինչ-որ մի չափի պետք է հասնի, էլի, դա այդտեղ այն իրավիճակն է, որտեղ քանակը որակա էլի կանխորոշում, կրկնում եմ, կուսակցության արգելելու տեսանկյունից, քրեական գործի տեսանկյունից մի դեպքն էլ հանցանք, հա, այդ չեն քննարկում, բայց այստեղ մենք պետք է շատ կարծում եմ, որ պետք է շատ հավասարակշռված լինել, այնպես չստացվել, որ գիտեք, մենք նախադեպ դնեինք մի բանի, որ դե մի ձայնագրություն, երկու լավ, թեկուզ 10 ձայնագրություն ու կուսակցությանը ընտրություններից հանելու այդպիսի հեշտ մեխանիզմ կարծում եմ, որ Հայաստանում չպիտի լինի, որովհետև հիմա մենք կարող ենք մեկի մասին մտածենք, բայց վաղը դա կարող է ուրիշներին վերաբերի։ Հիմա թող այդ գործերը նախ քննվեն, մի հատ տեսնենք իրական ծավալը, կհասկանանք արդեն։ Միգուցե մենք կարող ենք նաև այլ օրենսդրական միջոցներ մտածել հետագայի համար, նաև ոչ անպայմանորեն քրեաիրավական բնույթի, բայց նաև կուսակցությունների մասին օրենք կարող ենք ինչ-որ չափով էլի բարեփոխել, տեսնենք, ամեն դեպքում, եթե ես լինեի որոշողը, ես չեմ ասի, թե ես որոշում կկայացնեի նրանց հանել ընտրապայքարից, դա կվնասեր մեր այս կայացող ժողովրդավարությանը այդ փուլում դա կվնասեր, որ այդ հիմա է, որ մենք տեսնում ենք ծավալ, այդ հիմա է, որ արդեն կամաց այդ կծիկը բացվում է, բայց գիտեք, այն ժամանակ դեռ կծիկը ամբողջությամբ չբացված, միանգամից վերցնել շպրտել են կողմ այդ կծիկը, ասել դե որ 3, 4, 5 թել արդեն դուրս է եկել, եկեք բան անենք, մի քիչ չափազանց խիստ կլիներ։ Իսկ միգուցե նաև Վլադիմիր Պուտինի այդ հայտնի հորդորը կամ, չգիտեմ, պահանջը, որ թույլ տվեք մեր Ես չգիտեմ, որ ԿՀ-ն դա հաշվի առել է, թե չեմ կարող ասել։ Չէ, բայց իմ այս նախորդի ասվածի մեջ դա չէ հարցը, իմ դիրքորոշման մեջ, այլ այն, որ ծայրահեղ միջոցների պետք է դիմել ծայրահեղ դեպքերում։ Իսկ մայիս ամսին չեմ կարծում, թե իրավիճակը հասել էր այդ ծայրահեղ աստիճանին, որտեվ եկեք ճիշտ հասկանանք, էլի կուսակցության ընտրապայքարից հանելը դա, ինչ ասեմ, դա
ամենախիստ միջոցն է, որ ընդհանրապես կարա լինի ընտրական process-ում։ Դա խիստ բան, այլ պատկերացնենք անհատի դեպքում պատկերացնենք մահապատժի որոշում, հա, կոպիտ ասած էլի, եթե համեմատենք քրեաիրավական եւ անհատի նկատմամբ կիրառվելիք որևէ պատժատեսակի հետ, կուսակցության նկատմամբ ամենածանր պատիժը, որ կարա լինի, ընտրապայքարին մասնակցելուն արգելելն է։ Այնպես որ այդտեղ պետք է լինեն շատ հազար անգամ չափված, ձևված, հազար անգամ ուսումնասիրված փաստարկներ։ Վերադառնալով Ծառուկյանին, պարոն Եղոյան, ինչ կապ ունեին այս ամենի հետ մեղադրանքների, վարույթների, առյուծները կամ կենդանիները։ Անկեղծ ասեմ, դա ինքնանպատակ էր առգրավելը։ Ես չեմ խորացել այդ թեմայի մեջ։ Կարդացի, որ իրեղեն ապացույց էին հանդիսանում, մնացածը չեմ կարող ասել, բայց իրան հո դրա համար չեն մեղադրել, իրան դրա համար չեն կալանավորել։ Այնտեղ շատ լուրջ հոդվածներ կան, բայց դա մնաց մի տեսակ քննարկումների ստվերում, ոնց հաճախ է լինում, այնտեղ հափշտակություն, թե խարդախություն, հարկերից խուսափել, հա, այսինքն այնտեղ լուրջ մեղադրանքներ են իրեն մեղսարգրվում։ Այդ կենթանի պահելը նույնիսկ քրեաիրավական հարթության հարցել չի, կարծեմ այնտեղ ընդհանրապես վարչական ինչ-որ տուգանքի հարց կարող է լինել, դա քրեական գործել չի, որ դրա վրա են մարդիկ կենտրոնացել։ Հա, մնացածը չգիտեմ։ Դե հանրային դժգոհություն կար, լուսաբանեք, տեսնեք, ես էլ ձեր չափ գիտեմ, էլի նկատի ունեմ, ես էլ ձեր նման քննչականի բանից եմ, հաղորդագրություններից եմ անում, ես չի, ես հատուկ ինչ-որ տեղեկություն ունեմ։ Դե որոշակի տրամադրություններ կան, պարոն Եղոյան, եւ դա այդ քայլը նաեւ կապում են Ծառուկյանի հայտնի հայտարարության հետ նախընտրական շրջանում, երբ վարչապետին սպառնացել էր, որ ես չէի կապի, ես այդքան ես գիտեմ մեր մամուլը սիրում է այտենց հասարակության մի որոշակի հատվածներ սիրում են այտենց բլոկբասթերային, այտենց հետաքրքիր, այտենց դետեկտիվ, այտենց ինչ-որիսին, չէ, բայց չեմ կարծում թե այդտեղ ինչ-որ կորելացիա կա էլի, անկեղծորեն չեմ կարծում։ Լավ, երեք Սամվել Կարապետյանը հայտարարեց, որ Ծառուկյանը ուժեղ հաղթանդամ տղամարդ է, անպայման իր խոսքը դեռ կասի եւ կմիանա ընդդիմության միասնական պայքարի։ Հաղթանդամը տեղ ինչ կապ ուներ, դա չհասկացա։ Դե բառացի մեջ բերում եմ։ Բառացի մեջ բերում եմ։ Վաղ չկա, որ ընդդիմությունը այսպես ուժեղ ասելով իրանք բառի բունի մաստով նկատի ունեն ուժեղ։ Ձեռի ուժով։ Հա, օքեյ, լավ։ Հա, դա։ Մտավախություն չկա, որ ընդդիմությունը այսպես ուժեղ հաղթանդամ ընդդիմությունը միասնական թևով պայքարելու է ձեր դեմ, այդ մասին Գիտեք, քաղաքական առումով մեզ համար կլիներ ոչ թե մտավախություն, այլ նվեր։ Այդ չի հարցը։ Բայց դա այս պետության համար ոչ մի լավ բան չի նշանակի։ Ես նորից եմ ասում, հարուստների իշխանությունը երբեք որևէ պետությունում որևէ լավ բան չի նշանակել, որովհետև հարուստ, ընդ որում սա ինչ-որ հարստության դեմ քարոզ չի, ամենևին, սա քաղաքականությունը եւ հարստությունը խառնելու դեմ է քարոզ։ Հարստությունը առանձին հարստություն, բիզնեսմենը առանձին բիզնեսմեն, դա միայն աշխատանքը եւ ազնիվ աշխատանքով հարստանալը դա միայն հարգանքի արժանի է, բայց ինչու է որ ժողովրդավարական պետություններում կան այս սահմանափակումները, մեծ փողերը քաղաքականության մեջ մտցնելու սահմանափակումները, որովհետեւ բիզնեսմենները իրենք հակված են ամեն ինչի նայել որպես բիզնես։ Անկամ պետությանը։ Անկամ պետությանը, եթե դուք իրենց խոսքի մեջ նայեք, իրենք պետությունը անցալում են որպես մի հատ մեծ կորպորացիա, բայց դա շատ վտանգավոր է պետության համար, որովհետև պետական կառավարման մեջ չի կարելի անել բաներ, որոնք բիզնեսի մեջ ոչ միայն կարելի է անել, այլև անհրաժեշտ է անել։ Օրինակ, չգիտեմ, ոչ շահութաբեր ակտիվներից ազատվելը, օրինակ, բաները լիկվիդացնելը, եթե դրանք եկամտաբեր չեն, ծախսերը կրճատելը քո բիզնեսի ոչ եկամտաբեր հատվածներում, հա, դա շատ նորմալ է բիզնեսի մեջ, աշխատանքի արդյունավետության նկատմամբ վերահսկողության որոշակի կանոնները եւ այլն։ Պետության մեջ այդպես չի։ Պետությունը ունի նաեւ սոցիալական պատասխանատվություն։ Պետությունը ամեն տեղ չի, որ նայում է, թե իր դրած մեկ դրամից, իր քանի դրամն է հետ գալու, կարող է ոչ մի դրամ էլ հետ չգա։ Եվ դուք այսօր տեսնում եք, ասենք օրինակ հենց վերջի օրինակով բերեմ առողջապահական ապահովագրության համակարգը, որ մենք ներդրեցինք, որ իրանք էլ ասում էին, հեսա գալու ենք, տեսան արդեն անում ենք, ասում են անվճար, թողանեին ժամանակին, ինչի չէին անում, որտեվ իրանք ունեին բիզնես մտածելակերպ, առաջ
առաջվա մեր պետության ղեկավարները ունեին բիզնես մտածելակերպ, ասում էին հիմա որ դնենք այդ փողը, ոնց ինչ ենք հետ ստանալու։ Իրենք անում էին ծրագրեր, որոնք բիզնես տրամաբանության մեջ տեղավորվում էին։ Օրինակ, ասենք, չգիտեմ, եկամտահարկի վերադարձի օրենքը։ Գիտեք, չէ՞, հայտնի օրենքը, մեր վարչապետից մեկի փայլուն գաղափարներ, ու ասեմ, բիզնես տեսանկյունից նաև պետության շահի տեսանկյունից ինքը վատ ծրագիր չէր, բայց ինքը ամբողջությամբ բիզնես մտածելակերպի հետևանք էր, որ եկեք եկամտահարկը պետական բյուջեից պտտենք, մարդկանց ուրեմն հիպոթեկային վարկի տոկոսները փակենք, անշարժ գույքը կվաճառվի, որոնք իրենք էին էլի կառուցել, հարցի մյուս կողմն է, մարդը կունենա տուն, իր իսկ աշխատած եկամտահարկից, պետությունները տան վաճառքից բնականաբար կունենա հարկեր, լավ մոդել է, որոշ դեպքերում պետության գործառույթների մեջ բիզնես այդ մտածելակերպը գործում է, բայց ոչ միշտ սոցիալական ծրագրերում, առողջապահական ծրագրերում, բանակաշինության ծրագրերում միշտ չի, որ դրած այդ փողը հենց անմիջապես այդ պահին քո ուզած, ասենք, տոկոսադրույքով հետ է գալու։ Կարող է դու այդ փողը դնես ու էլ երբեք այդ գումարը հետ չգա կամ հետ գա շատ ուշ, ասենք կրթության վրա։ Հիմա մենք այսօր ինչի են այդքան իրանք հեգնում այս դպրոցաշինության ծրագրերը, մանկապարտեզների շինարարության ծրագիրը, որտեղ այդտեղ դրված գումարը մենք տեսնելու ենք 20 տարուց։ 20 տարուց, այսինքն այն երեխան, որ հիմա գնում է այդ մանկապարտեզ, հետո գնալու է դպրոց, 20 տարուց նոր նա կդառնա մեր տնտեսության ակտիվ մասնակից, 20 տարուց կերևա։ Թե նա ինչ օգուտ բերեց մեր պետությանը։ Շենքն է կարևոր, թե նաև համակարգը, կրթական իհարկե համակարգը, բայց շենքը անհրաժեշտ է։ Ինձ եթե դուք ասեք, որ ծակ տանիքով, կաթացող տանիքով դպրոցում կարա լինի փայլուն կրթական ծրագիր, ես չեմ հավատա, դա անհնար է։ Ցուրտ դասարանում, շղշղկացող պատուհաններով, ճռճռացող հատակներով, ես չեմ հավատա դրան։ Հնարավոր չի նման դասարաններում, այն դասարաններում, որ իրենք են թողել, դուք տեսնում եք հատկապես գյուղական համայնքներում այդ սանտիմետրանոց ճեղքերով սպորտ դահլիճում մարդը ինչ սպորտով պիտի զբաղվի, եւ կարող է անշարժ անզգույշ մի հատ շարժումից ասենք ոտքը մնա այդ հատակի տախտակների արանքում կամ այդ ցուրտ դասարաններում կամ այդ կեղտոտ սանհանգույցներում այնտեղ այդ միջավայրում երեխայի միտքը ո՞նց պիտի տրամադրվի լսածը սովորելուն։ Ծրագիրը իհարկե, դա էլ արդեն հարցի մյուս կողմն է, բայց շենքը պարտադիր է, գեղեցիկ, գիտեք միջավայրը, այդ ուսուցողական բաները, առարկաները, չգիտեմ, ֆիզիկայի դասին, քիմիայի, կենսաբանության, դրանք էլ են շատ կարևոր։ Պատշաճ որակի, չգիտեմ, գրքերը, ուսուցիչների այդ վերապատրաստման եւ ատեստավորման ծրագիր իրենք էլ են, չէ՞ հիմա իրենց վրա աշխատում, դա էլ է, չէ՞ մտնում կրթական ծրագրի բարելավման մեջ։ Ես չեմ ասում ամեն ինչ հիմա արդեն դպրոցներում իդեալական է ամենևին, բայց համեմատելու չի նախկինի հետ եւ ասում եմ ձեզ, ես այն անգամ էլ կարծեմ ձեր եթերում էի, չէ՞ ասել, որ կարծեմ համաշխարհային բանկի վերլուծություններ, որ ցույց է տալիս, որ մեր չափահաս քաղաքացիների քանի տոկոսը, պարզ տոկոս հաշվել չգիտեր, քանի տոկոսն է, արդեն 70 թե 80, մոտ 80%-ի կարգի։ Ահռելի մեծ թիվ է, պարզ տոկոս հաշվել չգիտեին։ Մարդիկ, ասենք, 40-ի, ասենք 25%, ասենք, ասես մի տոկոս, կարող է շփոթվեին։ Դա այն իրանց այդ դպրոցներում սովորած մարդիկ են։ Մեր կառուցած դպրոցներում սովորած երեխաների վերաբերյալ համաշխարհային բանկի զեկույցը կտեսնենք առաջիկա տարիներին, արդեն ասենք 5 տարուց, թող լինի 10 տարուց, երբ որ իրենք արդեն ավարտեն այդ դպրոցը, երբ որ մտնեն մեծ կյանք, աշխատաշուկա դրսևորեն իրենց, այդտեղ մենք կտեսնենք ինչքանով է դա արդյունավետ։ Պարոն Եղոյան, լավ թեմա է, առանձին կարելի է նաև այս կրթության ու կրթական համակարգի բարեփոխման մասին խոսել, բայց վերադառնալով կրկին ձերբակալություններին, որոնք ընդդիմությունը որակում է քաղաքական ճնշումներ, ընդդիմությանը դրեսնելու միջոց, տեսակետ լսեցի երեք մի քանի փորձագետներից, որ սա նաև ժեստ է կամ ակնարկ այն պետություններին, այն անհատներին, ովքեր հովանավորչություն են
իրականացնում այս քաղաքական ուժերի եւ անհատների նկատմամբ։ Կա նման միտում, այսինքն Ծառուկյանին ձերբակալելով որևէ երկրի կամ որևէ անհատի փորձում ենք ուղերձ ուղարկել, որ հովանավոր Եթե նման բան էլ լինի, հո ես այդ ուղերձը մի հատ էլ չեմ ուղարկի ձեր եթերից։ Եթե նույնիսկ նման բան կա, ով ուզում է դա տեսնի, թող տեսնի։ Իմ ասելը իմ ասելը ստեղ կլինի ավելորդ, որովհետև դա արդեն կդադարի ուղերձ լինելուց, դա կդառնա ուղիղ խոսք։ Եթե նման ուղերձ կա, եթե ինչ-որ մեկ այդ փորձագետները տեսնում են նման ուղերձ, թող տեսնեն։ Եթե կանելի ուժեր այս աշխարհում որ դա տեսնում են, ես դա չեմ կարող ասել։ Նույնիսկ եթե իմանամ էլ, ես նման դա իմ Հայաստանի արտաքին քաղաքականությամբ զբաղվում եմ վարչապետն ու արտաքին գործերի նախարարությունը։ Ես այդ ձևի ուղերձ չեմ հղի, եթե որևէ մեկ ուզում է այդ ուղերձը տեսնի, կարող է տեսնել, այն որ ասում է ով իր վրա է վերցնում, թող իր վրա վերցնի, ով իր վրա չի վերցնում, թող չվերցնի, ես ինչ ասեմ։ Բայց ես մի բան կարող եմ ասել, որ այո, անընդունելի է այդ օտար միջամտության փորձերը եւ պիտի ասեմ, որ դուք տեսաք, չէ, այդ ամբողջ դրաշավի ժամանակ հիմա էլ դուք դա տեսնում եք, դրանք անընդունելի են եւ պիտի ասեմ, որ մենք դրանց դեմը առանք մեծ մասամբ էլի որոշակի ազդեցություն ունեցավ, բայց նաեւ մեր հասարակությունը ցույց տվեց, որ նման էժանագին այդ քարոզչական հնարքներով իրեն չսխափի։ Դե Լուկա, օրինակ վերջերս Դմիտրի Մեդվեդևը խոսում էր էլի Գագիկ Ծառուկյանի մասին, նրան այո, անձամբ Մեդվեդևը խոսում էր այն մասին, որ սրանք բռնաճնշումներ են իշխանության կողմից։ Դե ինչ ասես, ես չգիտեի, հա, լուրջ, հա։ Դուք ուզում եք դաշտից դուրս դնեք։ Դե դա պարոն Ծառուկյանի մասին միայն վատ կողմից է խոսում։ Եթե Դմիտրի Մեդվեդևը իրան անդրադարձել է, դա իր համար միայն ու միայն վատ նորություն է, եւ ոչ միայն այն իմաստով, որ ես եմ դա վատ ընկալում, դուրս եկեք փողոց, մի հատ հարց տեք, այդ հարցը տվեք անցորդներին։ Դե ասում եմ, տեսեք ինչ կասեն այդ ուղերձի մասին։ Դա շատ վատ է, որ Սամվել Կարապետյանի ասած ուժեղ, հաղթանդամ մարդու համար պարոն Մեդվեդևն է միջնորդում։ Սահմանադրական դատարանի վճիռը ըստ էության ընդդիմության սրտով չի, իրենք հայտարարել են, որ սա իշխանահաճո որոշում է, բայց մանդատները նաև չեն ճանաչում ձեր ուժի լեգիտիմությունը, ասում են, որ չեն ճանաչում, որ դուք մեծամասնություն եք, բայց վերցնելու են մանդատները, որովհետև դա զենք է։ Դե դա այդ բիզնես մտածելակերպն է, նորից եմ ասում։ Իրենք ներս չի դա դիտավորել են անում։ Իրենք չունեն այդքան խելք հասկանալու համար, որ իրենց ասածը աբսուրդ է։ Այդ բիզնեսում դու կարող ես ասել, բիզնես միջավայրում կարող ես ասել, քո բաժնեմասը ես չեմ ճանաչում, քո բաժնեմասը օրինական չի, այս ինչ բիզնեսում, օրինակ, իմ բաժնեմասը օրինական է, ես այն ձեռք եմ բերել օրինական ճանապարհով։ Այդ մտածելակերպը այնտեղ կարա աշխատի, քաղաքականության մեջ այդպես չի։ Ազգային ժողովը մեկ մանդատ է, որպես այդպիսին տեղի է ուրեմն ձևավորվել է մեկ ընտրությամբ եւ ազգային ժողովը լեգիտիմ է այնքանով, որքանով որ լեգիտիմ է ազգային ժողովի մեծամասնությունը, որովհետեւ ազգային ժողովի նիստ գումարելու համար պետք է ազգային ժողովի падգամավորների ձայնը նիստ գումարելու, հենց նիստը սկսելու համար, հələ որոշումներ ընդունելը չեմ ասում, բուն նիստը սկսելու համար, որպեսզի ազգային ժողովը ընդհանրապես գործի, պետք է ազգային ժողովի падգամավորների կեսից ավելի լինեն տեղում։ Հիմա եթե իրենք չեն ճանաչում դա, բա ո՞նց են իրենք աշխատելու այն ազգային ժողովում, որը գործելու է ընդհանրապես մեր ներկայության շնորհիվ, ընդհանրապես նիստը, երբ որ իրանք մենակ իրանք լինեն նիստի, առավոտ շուտ ասենք, մենակ իրանք գնան նիստի 41 հոգով, նիստը չի սկսվելու։ Ու այդպես բազմաթիվ նիստեր։ Ոնց են իրանք մասնակցելու ոնց են այն նիստը կոչում ոչ նիստը կոչում լեգիտիմ, որը ըստ իրանց ոչ լեգիտիմ մեծամասնության շնորհիվ այդ փոքրամասնությունը կարա լինի ոչ լեգիտիմ։ Մի падգամավորը կարող ունենա լեգիտիմության հետ խնդրեմ, 10 падգամավորը մի կուսակցությունը կարող են ունենալ, հենց այդ քրեական գործերը, որ քննվեն, հնդածած մենք դա էլ իդեպ կտեսնենք ով, ինչքան, երբ, որտեղ, ինչ է բաժանել, քանի հոգի է դա վերցրել եւ այլ եւ այդտեղից էլ մենք հետեւություններ կանենք, թե իրենցից քանի падգամավոր լեգիտիմ չի ընդհանրապես, բայց մեր լեգիտիմությունը ո՞նց է կասկածի տակ, ո՞նց։
որ հիմքով, որ նախընտրական քարոզարշավը եղել է բևեռացվածության պայմաններում, հա եւ ամբողջ աշխարհում էլ նախընտրական քարոզարշավներ լինում են շատ սուր բևեռացվածության պայմաններում, որ հնչել են շատ սուր խոսքեր, այո, մեղադրանքներ, ու հնչել են շատ սուր խոսքեր, ինչպես ամբողջ աշխարհում իհարկե լավ կլիներ, որ ավելի փափուկ քարոզարշավ լիներ, բայց դա ճաշակի հարց է եւ քաղաքական կուլտուրայի եւ քաղաքական միջավայրի ավելի շատ Դե ասում են նաև պատերազմով վախեցնելով եք այդպես Բայց ինչով 300,000 ադրբեջանցիներով պետք է վախացնեինք, եթե նույնիսկ իրանց ասածը ընդունենք, մենք չենք վախացրել։ Մենք ասել ենք, որ կա խաղաղության ճարտարապետություն եւ չի կարելի այն քանդել։ Բայց իրանք ինչով էին վախացնում 300 մի ամիս անցավ, երբ են գալու։ Իրանք ես ասեմ, ամեն նստաշրջանի ավարտին պետք է հաշվետվություն տան այդ հարցով։ Ուրեմն երկու հաշվետվություն պետք է լինի իրանց խմբակցությունից, մեկը 300,000 ադրբեջանցիների վերադարձի ընթացքի եւ արդյունքների մասին, հենց այդպես էլ կարան կոչեն, ասենք 0 ամեն նստաշրջանի ավարտին, մեկը դեկտեմբերին կանեն, մեկն էլ մայիսին կանեն։ Եվ երկրորդը մթերման կայանների կառուցման ընթացքի եւ արդյունքների մասին, էլի 0 էլի դեկտեմբերին եւ մայիսին Նարեկը Կարապետյան ասին վերցնում է մանդատը։ Կգա սիրուն կներկայացնի, քանի մթերման կայան են կառուցած լինելու, օրինակ մինչև 6 տարվա ավարտը։ Նավթա վերամշակման կոմբինատի վերաբերյալ նստաշրջանով չէ, կանենք տարին մեկ զեկույց Վանաձորում չէ, պիտի կառուցեին, տեսնենք, թե որտեղ դա ավելի խոշոր պրոյեկտ է, ավելի ուրեմն մի քիչ երկար կարող է տևի, տարին մեկ կարող են զեկույցով հանդես գալ, այս դեկտեմբերը կարող ենք բաց թողնել, հաջորդ դեկտեմբերից սկսած արդեն պիտի ինքը ներկայացնի, թե այդ նավթավերամշակման կոմբինատի շինարարությունը, մատակարարման ուրեմն շղթաների հարցը ուր է հասել եւ այդպես շարունակ։ Այդտեղ նաեւ 300,000 աշխատատեղի խոստում կար, բայց դա իշխանության գալու պարագայում։ Դա քանի որ արդեն այո, պետք է կառավարությունը իր որոշումներով ինչ որտեղ ասեն, դե կառավարությունը պիտի սա խթանի, նա խթանի, բայց 300,000 չէ, հարց չկա։ Կարող են որպես մասնավորներ թող 10,000 աշխատատեղ բացել, ինչ խնդիր, ընդհանրապես աշխատատեղ բացելը ինքնին, ես սա էլ ասեմ, էլի չեմ ուզում ընկնենք այդ բանի մեջ, այդ պոպուլիստական բանի մեջ, կառավարությունը որպես այդպեսին աշխատատեղ չի բացում։ Կառավարությունը ստեղծում է պայմաններ, որտեղ որ մարդիկ կարող են բացել մասնավոր մարդիկ բիզնեսներ, որտեղ որ կլինեն աշխատողների կարիք եւ այդ մարդիկ կգան ու կաշխատեն։ Այդ է կառավարության բացած աշխատատեղը, որը պետք է լինի պետական սեկտորում, բայց դա ճիշտ չի էլի, որպես ձեռքբերում համարելը, որովհետեւ պետական սեկտորում ընդհակառակը պետք է շատ օպտիմալ կազմով հնարավոր առավելագույն արդյունքի հասնել, ոչ թե անընդհատ ուռճացնել պետական ապարատը եւ գլուխ գովալ, որ աշխատատեղ է բացվել։ Դա մի քիչ սխալ մոտեցում է։ Իսկ մասնավոր մարդիկ, բա իրանք այդքան որ օգտվել են պետական սուբսիդիաներից, իրանց ընկերություններով, էլ մաքսատուրքի արտոնություններից, էլ բանի այդ տոկոսադրույքի սուբսիդավորումից, պետական ծրագրերով, այդքան, բա այդ իրանց մոտ բացված աշխատատեղերը, իրանց մոտ էլ չէ ինչ-որ տեղեր բացված կլինեն, բա դա այս կառավարության շնորհքը չի, բա դա ում հաշվին է գրվելու, 280,000 աշխատատեղ է բացվել 18 թվականից, գրանցված աշխատողների թիվը ավել է 280,000-ով 18 թվականից մինչև 26 թվականը անկար ժամանակահատվածը։ Իրանք են դա արել։ Իրանց շնորհիվ է դա եղել։ Չէ, իրանք ընդհակառակը վերցել են, ինչ են արել։ Հեցի փողեր անարդյունավետ են ծախսել, տալ հեցը գրավադրել են։ Հիմա կառավարության նշանակած կառավարիչն է այդ փողերը բանանում, ուրեմն խնայողությունների հաշվին տանում այդ վարկը փակում։ Իրանք են անում 50 միլիոն դոլարի արդեն վարկ ենք փակել ի հավելում են եղած պարտավորությունները, այսինքն գրաֆիկից 50 միլիոնով մի բան էլ առաջ ենք ընկել։ Լավ, պարոն Եղոյան, գալիս են խորհրդարան ձեր, այսինքն քաղաքացիական պայմանագրի թևերը կտրելու համար։ Դե հիմա այս ամեն նախադասությունը պետք է շարահյուսական վերլուծության ենթարկենք, դե լավ, հայ թևերը կտրելու։ Դա չեղավ, կարող է այդ միասնության թևերն։ Փողոցային պայքար են նաև սկսելու աշնանը, հիմա այդ իմաստով։ Փողոցային պայքար, այս էլ է շատ հետաքրքիր թեմա։ Իրանց մոտ էլի նույն բիզնես մտածելակերպն հասկանում եք, դա ինչքան է իրանց խանգարում։ Իրանց թվում է, թե փողոցային պայքար, ցույց, երթ, դա ինչ-որ տես բիզնես պրոյեկտ է, որ դու պետք է ինչ-որ ջանք դնես,
այդ գործի մեջ, մարդկանց հավաքես, ոնց էր ասում Սամվել Կարապետյանը, մենք ամեն ինչ ունենք, գորգորացողներ ունենք, 500,000 գլուխ ունենք, իրանցից բարձր գորգորացողներ ունենք, ախր այդ գորգորացող ունենալով չի փողոցը, ես երբ որ գնում էի ասենք 2008, 9, 10, 11 թվականներին, երբ որ ես գնում էի ընդդիմության հանրահավաքներին, որպես քաղաքացի, որպես հասարակական, այսպես դաշտու ակտիվիստ, եկեք այսպես ասենք, հա, ինձ բան չէր, ես այնտեղ չէի, այնտեղի ոչ գորգորացողների, ոչ ինձ այնտեղ տանում էին ինչ որ մարդիկ, ինչ որ պրոյեկտի շրջանակներում, հա, դա իմ ցասումն էր, իմ վերաբերմունքն էր 2008-ի կեղծված ընտրությունների հանդեպ, որը մենք արդեն փաստերով գիտենք, չէ՞, ոնց է եղել ու ոչ միայն 2008-ի, շարունակական ընտրակեղծիքների, շարունակական, դրանից առաջ 2003-ն էր կեղծվել, դրանից առաջ ուրեմն 98 թվականը, 13-ը մոռացանք, Ռաֆի ընտրությունների ժամանակ, այսինքն շարունակաբար այդ ընտրակեղծարարության դեմ իմ ցասումն էր։ Հիմա եթե այս ընտրությունների հետ կապված որևէ կասկած լիներ մեր հանրության մեջ, որ իրանք չէին սպասելու իրանք կոչին, այդ մարդիկ արդեն, ես հիշում եմ 2008 թվականի փետրվարի 20-ին, այսինքն ընտրությունների հաջորդ օր 19-ին էին, եթե չեմ սխալվում, փետրվարի 20-ին, ես չեմ սպասել, որ մեկը ինձ ասի Մատենադարանի ներքևը հավաքում ենք։ Առավոտ շուտ ես տնից դուրս եմ, ես ինքս առավոտ շուտ տնից դուրս եմ եկել, իջել եմ Մատենադարան, տեսել եմ մինչև բան օպերա մարդ է կանգնած, Մատենադարանից մինչև օպերա։ Այսինքն դա բնական process է, որտեղ մենք տեսանք գիշերը ինչ է կատարվում։ Ինչ խայտարակ են, որ ասում են խայտարակ, աննախադեպ են, Արամ Աբրահամյանը որ ասում է աննախադեպ, sense բան, հա, դեմքի խելոք արտահայտությամբ, աննախադեպ, այսինքն մեծ էլ մարդ է, չէ՞, ամաչում, ասենք, այդքան ընտրություն է տեսել, բան, ասենք, բան ենք տեսել, ասենք, բանում Մարտունիում ֆիզկուլտի դահլիճը քանդել են վերանորոգեն, տակը Կարեն Դեմիրճյանի օգտին քվյա թերթիկներ են գտել տրցակներով, խրցով խցկած քվյա բանի այդ ֆիզկուլտ դահլիճի հատակի մեջ։ Այսինքն էտա իրանց աննախադեպը, աննախադեպ ինչ ընտրակեղծիք է, ընտրակեղծիք ընդհանրապես չի եղել։ Եղել են որոշակի, այո, որոշակի ընտրախախտումներ կարող է եւ եղած լինեն, տեղում հասենք միտեղ երկու հոգով են, ասենք, շատ դեպքերում չիմանալով մարդ են եղել, այն զինվորների դեպքով կոպիտ ընտրախախտում դրա համար էլ չեղարկվեց, բայց ամեն ընտրախախտում չի, որ ընտրակեղծիք է, ընտրակեղծիք անողը ինքը պետքա ունենա այդ նպատակը ընտրություն կեղծելու, դա այդտեղ ընտրակեղծիքի մեջ միշտ պետքա լինի դիտավորություն, ընտրախախտման մեջ միշտ չի որ լինում դիտավորություն, մարդ ես, մի բան կարող է սխալվես, մի բան շփոթես, ամեն ընտրությունն եմ դար, ընտրակեղծիքը լինում է դիտավորյալ եւ ամենակարևորը, կոորդինացված եւ լայնամասշտաբ, չես կարող մեկ ընտրատեղամաս, ասենք, կեղծես արդյունքներ երկուս, պետքա լինի դա մասշտաբային ամբողջ հանրապետությունով մեկ պետքա լինի, որ համապատասխան արդյունքը լինի, մեծ ստացած քվեների քանիսի վերաբերյալ իրենք կարող են կասկած հայտնել։ Մենք իրենց տված քվեների հազարավորների, տասնյակ հազարավորների, եթե ոչ մինչև 100-150 հազարի վերաբերյալ կարող են կասկած հայտնել, որ դրանք աուտենտիկ ձայներ չեն, այսինքն իրանց ձայնը չի դա, կամ ընտրակաշարք է, կամ իրանց ինչ-որ ընկերության աշխատակից է, կամ նման մի դրսևորում։ Մեզ ստացած ձայները 727,000 ձայն։ Կամ հենց հիմա այդ մարդիկ կան, կարող եք դուրս գալ հենց հիմա փողոց, մարդկանց հարցնել եւ ամեն, չգիտեմ, երրորդից մեկը շատ բաց կասի, որ հա ես ընտրել եմ ԿՊ-ին, հենց փողոցում կարող եք հանդիպել։ Պարոն Եղոյան, եւ վերջում ամփոփելով նախընտրական եւ նաեւ հետընտրական շրջանում տեսնում ենք այն սանկցիաները, որոնք կիրառվում են ԵԱՏՄ շրջանակներում, հատկապես Ռուսաստանի Դաշնության կողմից։ Դա չենք կոչում, բայց լավ։ Սահմանափակումներ, ասենք սահմանափակումներ։ Նախ հասկանանք ընդհանուր առմամբ ԵԱՏՄ-ն տնտեսական կառույց է, թե նաեւ որոշակիորեն քաղաքական լծակ հաշվի առնելով նախընտրական, հետո հետընտրական շրջանում այս կիրառվող սահմանափակումները եւ Եվրամիության աջակցության մասով եկել մարդակոծները, լուսանկար հրապարակել
նայել, որ ծիրանի ջեմ է պատրաստել, սա ընդդիմությանը գրգռել է, ասում են, որ տեսեք, այս լուսանկարներով խապկանք են ստեղծում, փորձում են ավելի վատ մեկնաբանություն տեսա, թե բա ծաղրում է, ծաղրում են, այո, ժողովրդին փորձում են ցույց տալ, որ տեսեք Եվրամիությունը գալու է, փրկելու է, բայց մի քանի հատ ծիրան եւ լոլիկ կարտահանեք Եվրամիություն եւ տնտեսությունը կփլուզվի։ Ինչ է կատարվում նախընտրական շրջանում, հետընտրական շրջանում եւ ինչու Եվրամիությունը նման մեծ ծավալի օգնություն ցուցաբերեց Հայաստանի Հանրապետությանը։ Որովհետեւ Հայաստանը ունի մեծ ծավալի օգնության կարիք, Եվրամիությունն էլ մեր ընկերն է, որպես լավ ընկեր, իրենք կիրառեցին իրենց բացառիկ գործիքներից մեկը, այսպես կոչված այդ ATM-ները, Autonomous Trade Measures, այսինքն ինքնավար առևտրային միջոցները, ինչը նշանակում է, որ նրանք ժամանակավորապես հանում են մի շարք ապրանքատեսակների համար, շատ մեծ թվով ապրանքատեսակների համար, ուրեմն մաքսերը, քվոտաները, բոլոր տեսակի սահմանափակումներ, նկատի ունեմ ներկայման առնչվող սահմանափակումները, ոչ ստանդարտներին առնչվող սահմանափակումները, եւ դրանով ժամանակավորապես աջակցում են մեր բիզնեսին, բիզնեսմեններին, որ այս դժվար իրավիճակից իրենք դուրս գան։ Այստեղ ինչ կա հերսոտելու կամ այդ ծիրանը ինչու էր այդպես։ Դե մարդը տեսեք Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատարը, այլ կերպ ասած, Եվրամիության նախարարներից մեկը հանձնակատարը նույն ինքը նախարարն է, էլի Եվրամիության այդ լեքսի բանով, քաղաքական լեքսիկոնով եթե ասենք, կոչվում են հանձնակատար իրենք, commissioner-ներ, ասպես ասենք։ Ինքը փաստորեն գովազդում է հայկական գյուղարտադրանքը, ծիրանը, այնտեղ բալերի մասին խոսք կար եւ այլ եւ այլ եւ այլ։ Այսինքն ինչ վատ բան կա այդտեղ։ Մարդը ինչով որ նախ իրենք իրավական առումով են արդեն շատ մեծ բան արել։ Այդ ինքնավար առևտրային դա իրենք ամեն մեկի համար չի որ անում են։ Դա իրենք անում են բացառիկ դեպքերում եւ ընկեր, բարեկամ պետությունների համար բացառիկ դեպքերում։ Նախ դա են արել, հիմա էլ Տիկին Կոսը իր, այսպես ասած, իր կողմից, իր Facebook-յան էջով իր սոլիդարությունն է հայտնում, կոչ է անում։ Հիմա, այսինքն ինչ կա այդտեղ չարախնդալու։ Եթե իր այդ հրապարակումից հետո, ասենք 1000 հոգի էլ դա տեսնի, օրինակի համար, գնա այդ օրը խանութից, ասենք հենց այդ օրն էլ տեսած լինի, հայկական, ասենք ծիրան արտնի 2 կիլո, օրինակ 3 կիլո եւ այլ եւ ինչ վատ բան կա այդտեղ։ Թող անի մարդ իր կողմից դրական ինչ որ ժեստ է անում։ Ինչ կա այդտեղ չարախնդալու։ Իրենք ոչ միայն դա են անում, իրենք նաեւ հիմա աջակցելու են մեզ, մեր գործարարներին, որպեսզի ապրանքի որակների հետ կապված, ստանդարտների հետ կապված բարեփոխումներ մենք անենք, կամաց արտահանումը այդ ուղղությամբ մեծացնենք, բայց ոչ միայն դա, իրենք նաև օգնում են, որ մենք այլ ուղղություններով տեսակ օրինակ Սինգապուրի ուղղությունը, էլի մեծ ծավալ չեմ ասում, միլիոնավոր տոննաների հարց է, չէ, բայց էլի կար մի ինչ-որ ծավալի գյուղմթերք, որը էլի իրենց աջակցությամբ, Եվրամիության աջակցությամբ գնաց Սինգապուր, այլ ուղղություններով էլ են գնում իրենց աջակցությամբ, պետական աջակցությամբ, առանց որևէ աջակցությամբ մարդիկ ուղղակի իրենց ճանապարհները գտնում են, մեծ տարածաշրջանում են ապրում, հա։ Տնտեսական կոլապս չի լինելու մի խոսքով։ Չէ, ինչի մասին խոսում ենք։ Չէ, եթե խոսում ենք պետական մասշտաբի, չէ, առանձին ձեռնարկատերեր իհարկե ունենալու են խնդիրներ եւ այդ խնդիրները պետք է փոխհատուցվեն, այսինքն իրենց ունեցած կորուստները կառավարությունը պետք է փոխհատուցի, դա այն ծավալը չի, կներեք, նույնիսկ եթե ամբողջը փակ մնա, գյուղմթերքը Ռուսաստան արտահանվող գյուղմթերքը այդ ծավալը չի, որ դրանից մենք խոսենք համապետական ինչ-որ կոլապսի կամ ֆինանսատնտեսական ինչ-որ ճգնաժամի մասին։ Չէ, ամենևին այդ մարդիկ են ունենալու խնդիրներ եւ դա փոխհատուցվելու է։ Շնորհակալ եմ, պարոն Եղոյան։ Հիշեցնեմ, որ զրուցակիցս քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Արման Եղոյանն էր, կհանդիպենք։